Ներկայացվող նախագիծը վերաբերում է ֆիթնես կենտրոններին և մարզասրահներին ներկայացվող չափորոշիչների սահմանմանը։ Ես պետք է հիշեցնեմ, որ դեռևս նախորդող շրջանում մենք նախաձեռնել էինք փոփոխություններ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին օրենքում, որը նպատակ ուներ մի կողմից խթանելու մեր քաղաքացիների ֆիզիկական առողջ ակտիվությունը, մյուս կողմից որոշակիորեն ստանդարտներ սահմանելու այդ գործունեության համար, ապահովելու, որ այդ գործունեությունը իրականացվում է մարդու առողջության համար անվտանգ և ապահով միջավայրում, և այս շրջանակներում օրենքի փոփոխությունից հետո մենք իրականացրել ենք մի շարք աշխատանքներ, մասնավորապես ֆիթնես կենտրոնների գործունեությունը դարձել է ծանուցման ենթակա գործունեություն, և այս տարվա փետրվարի վերջից մինչ այս պահը արդեն իսկ իրենց գործունեության մասին ծանուցել են շուրջ 40 կազմակերպություններ։ Ուրախությամբ պիտի փաստեմ, որ այդ կազմակերպությունները գործում են գրեթե բոլոր մարզերում և Երևանում, ինչը նշանակում է, որ ֆիթնես գործունեություն ծավալող կազմակերպությունները իրականում աշխարհագրության առումով բավականին ընդգրկուն են, և իհարկե կառավարության քաղաքականությունն է, որպեսզի էլ ավելի շատ լինեն ցանցերը, որտեղ մարդիկ կարող են հաճախել և իրենց առողջությունը բարելավող և նաև ֆիզիկական առողջ ժամանց ապահովող միջավայրում մարզվել, և բացի դրանից սահմանել ենք նաև ֆիթնես կենտրոններում աշխատող մարզիչների հավաստագրման կարգը, կարևորելով այն հանգամանքը, որ այս գործունեության շրջանակներում մեր քաղաքացիներին համապատասխան խորհրդատվություն տրամադրող, նրանց մարզող մասնագետները ունենան մասնագիտական պատշաճ պատրաստվածություն, և պետք է ասեմ, որ հավաստագրման կարգը արդեն իսկ այս տարվա մայիսի 7-ից ուժի մեջ է մտել, գործում է, և սահմանված են հստակ ընթացակարգեր և գիտելիքների շրջանակ, որը արդեն հավաստագրման համար հիմք է հանդիսանում։ Ըստ էության ներկայացվող նախագիծը գալիս է ամբողջացնելու քաղաքականության այս շղթան, և սրանով էլ սահմանում ենք արդեն ֆիթնես կենտրոնների համար սահմանվող չափորոշիչները։ Պետք է ասել, որ դրանք գործելու են որոշումը ընդունելուց հետո 1 տարի ժամանակահատվածում ուժի մեջ մտնելու պայմանով, ինչը բավարար ժամանակահատված է այս պահին գործող մեր կազմակերպությունների համար, բավարար ժամանակ տալու վերլուծելու սեփական գործունեությունը և ըստ անհրաժեշտության համապատասխան լրամշակումները անելու։ Պետք է ասեմ, որ այդ չափորոշիչները սահմանված են հստակ տրամաբանության շրջանակներում, բխեցվելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությունից, մասնավորապես առանձին կարգավորումներ են դրված ֆիթնես կենտրոններում կամ մարզասարքերում տեղադրված մարզասարքերի մասով, որպեսզի ապահովենք, որ դրանք ինքնաշեն չլինեն, ունենան համապատասխան սերտիֆիկատ և ըստ այդմ վստահ լինենք, որ այդ մարզագույքի օգտագործումը անվտանգ է և ապահովում է այն տրամաբանության մեջ, որ օգնում է մարդուն, ոչ թե վնասում։ Համապատասխան կարգավորումներ են սահմանվել օդափոխության, սանհանգույցի, ջրամատակարարման, բնական կամ արհեստական լուսավորության, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում բժշկական ծառայությունների հասանելիության մասով։ Իհարկե սահմանվում է նաև, որ ֆիթնես կենտրոնների մարզիչները պետք է ունենան հավաստագիր, որի մասին արդեն խոսեցի, և վստահ ենք, որ այս կարգավորումները կօգնեն, որպեսզի մեր քաղաքացիների ֆիզիկական առողջ ակտիվությունը և նրանց մարզումները իրականացվեն այն ստանդարտի և այն պայմանների պարագայում, որ վստահ լինենք, որ իրականում այս գործունեությունը իսկապես բերում է հանրային առողջության ամրապնդմանը, և պետք է ասեմ, որ իրականում այս նախաձեռնությունը շատ մանրամասն քննարկված է ոլորտի կազմակերպությունների հետ։ Մենք մի քանի փուլով քննարկումներ ենք ունեցել ավելի քան 40 կազմակերպությունների ներկայացմամբ, և նաև նրանց պահանջով է, որ ոլորտի կարգավորման որոշակի առաջարկներ են ներկայացվել, որովհետև իրականում կարծում ենք, որ դրա կարիքը կա։ Միևնույն ժամանակ, պարոն Գրիգորյան, պետք է ասեմ, որ մենք նախորդ տարի իրականացրել ենք հետազոտություն պարզելու մեր հանրության ֆիզիկական ակտիվության վարքագիծը, և պետք է ասել, որ իրականում մեր հարցումների տրամաբանության մեջ շուրջ 1600 քաղաքացիների շրջանում ֆիթնես կենտրոններ այս պահին հաճախում է մեր ամեն 10 քաղաքացուց շուրջ մեկը, և սա ցուցանիշ է, որը իհարկե բարելավման էական կարիք ունի, և կարծում ենք, որ կառավարության քաղաքականությունը պետք է ուղղված լինի այս գործունեության խթանմանը, ու պետք է հիշեցնեմ նաև, որ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ռազմավարության շրջանակներում մենք հիմա մարզերում մասնավորի հետ համագործակցությամբ պլանավորում ենք տիպային մարզահամալիրների կառուցում,
մասնավորապես առաջին փուլում Արարատում, Մարտունիում, Եղեգնաձորում, Արարատում, Մարտունիում հողահատկացումները արված են, նախագիծը փորձաքննված է եւ արդեն շինարարության մրցույթի փուլում ենք եւ այստեղ նաեւ պլանավորում ենք ֆիթնես կենտրոնների արկայություն որպես այս տիպային մարզահամալիրների մաս եւ այս մարզահամալիրների կառավարումը պլանավորվում է մասնավորի կողմից, որոնք մասնագիտացված են այս ոլորտում եւ սա նշանակում է, որ զուգահեռաբար այս ինստիտուցիոնալ կարգավորումներին մենք նաեւ ենթակառուցվածքների զարգացման քաղաքականություն ենք վարում, որը վստահ եմ, որ բերելու է էական փոփոխությունների։ Խնդրում եմ հաստատել։ Շնորհակալություն։